Ողջույն, եթերում ABC լուրերն է, ես Գառնուն Թաֆյանն եմ և հիմա կներկայացնեմ օրվա ընթացիկ զարգացումները Հայաստանից և աշխարհից։ Ադրբեջանն ամրապնդում է պաշտպանունակությունն ու ազգային անվտանգությունը, ինչ է ասում վիճակագրությունը։ Ինչ միջնորդություն է ներկայացրել Ռուբեն Վարդանյանը, ինչու է մերժել ադրբեջանցի դատավորը։ Մանրամասներ նախկին քաղաքապետի գործի վերաբերյալ, ինչ է պահանջել դատախազությունը Տարոն Մարգարյանից։ Վաղաշաբաթի համայնքապետի ընտրության վերջնահաշվարկն ավարտված է, ինչ է հայտարարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շուտով կբերի դրական արդյունք, համոզված է Ստամբուլում ԵԱՀԿ աշնանային նստաշրջանին մասնակցող Սարգիս Խանդանյանը։ Նրա խոսքով այժմ ընթացող կառուցողական և ակտիվ քաղաքական երկխոսությունը հույս է տալիս, որ շուտով կհասնեն սահմանների բացման և ավելի լայն գործակցության։ Հիշեցնեմ, որ նստաշրջանի շրջանակում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները, որը ներկայացվում է որպես խաղաղությանն աջակցող հերթական քայլ։ Սակայն պաշտոնական հայտարարություններից այն կողմ շարունակում են մնալ բազմաթիվ հարցեր։ Այդ քննարկումն իրականացվել է Ժնևում ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա, բայց ազգային ժողովի հաղորդագրությունից պարզ չէ, թե կոնկրետ որ պայմանավորվածությունների շուրջ են կողմերը մտքեր փոխանակել և ինչ քայլերի, հաջորդ քայլերի մասին է խոսքը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանն էլ հայտարարել է, որ Անկարան շարունակում է երկխոսությունը Հայաստանի հետ տարբեր մակարդակներում։ Նրա խոսքով Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում ցուցադրում է բաց դիրքորոշում։ Ադրբեջանում Ֆրանսիայի նոր դեսպան Սոֆի Լագունն էլ ասել է, որ Թրամփի երթուղին Հարավային Կովկասում հարաբերությունների զարգացման գործում վճռորոշ դեր խաղալու ներուժ ունի և համապատասխանում է թե Ադրբեջանի, թե Հայաստանի շահերին։ Այս նախագիծը նաև ծառայում է մեր շահերին Եվրոպայի և Ասիայի միջև լրացուցիչ երթուղու բացման առումով, որն օգուտ կբերի բոլոր կողմերին։ Եվրոպական միության հետ մենք պատրաստ ենք աջակցել այս կապակցման օրակարգին, որը TRIP նախագիծը կապում է ավելի լայն տարածաշրջանի հետ։ Նախագծի մանրամասների վերջնական մշակումը թույլ կտա մեզ մոտ ապագայում սկսել նման համատեղ աշխատանք։ Սակայն խաղաղությանը պատրաստվելուն զուգահեռ Բաքուն չի թույլատրում իր պաշտպանական իմունիտետը։ Ադրբեջանի պաշտպանունակության և ազգային անվտանգության ամրապնդման ուղղված ֆինանսական աջակցությունը 2026-ի պետական բյուջեի հիմնական առաջնահերթությունն է, հայտարարել է Ադրբեջանի ֆինանսների նախարարը։ Նախարարի խոսքով 2026 թվականին բյուջետային ծախսերի 21%-ը 8.7 միլիարդ մանաթը հատկացվում է պաշտպանության և ազգային անվտանգությանը։ Սա 319 միլիոն մանաթով ավելի է, քան ընթացիկ տարում այս ոլորտին հատկացված բյուջեն։ 2026-ի պետական բյուջեի եկամուտները կանխատեսում են 38.6 միլիարդ մանաթ, իսկ ծախսերը 41.7 միլիարդ մանաթ։ Բյուջեի դեֆիցիտը կկազմի 3.1 միլիարդ մանաթ, բյուջեի ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 31.1%-ը, եկամուտները ՀՆԱ-ի 28.8%-ը, իսկ դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի 2.3%-ը, ասել է նախարարը։ Իսկ Բաքվի դատարանում շարունակվում է մեր հայրենակիցների դատավարությունները։ Արցախի նախկին պետնախարար գործարար Ռուբեն Վարդանյանը հերթական նիստի ընթացքում պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել թարգմանիչ Իսլամ Աղարքերոմովին բացառք հայտնելու վերաբերյալ, պնդելով, որ նա սխալ թարգմանություն է արել նախորդ նիստի։ Թարգմանչի խոսքով սխալը եղել է տեխնիկական և իբր չի ազդել բովանդակության վրա։ Դատարանը մերժել է միջնորդությունը, հայտարարելով, որ դրա համար օրենսդրական հիմքեր չկան։ Գլխավոր դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով պահանջում է Տարոն Մարգարյանից ու նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել ավելի քան 2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոցներ։ Ազգային ժողովի պատգամավոր Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի գույքերի ու դրամական միջոցների վրա կալանք է դրված։ Հիշեցնեմ, որ դատախազը 2025-ի սեպտեմբերի 8-ին դատարան է հանձնել Տարոն Մարգարյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը։ Տարոն Մարգարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում
ամրապնդումը հարուցվել էր այն բանի համար, որ նա 2009 թվականի հուլիսի 6-ից 2011 թվականի նոյեմբերի 15 ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 2011 թվականի նոյեմբերի 15-ից 2018 թվականի հուլիսի 9 ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետի պաշտոնը շահադիտական եւ այլ անձանց շահագրգռվածությունից ելնելով չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, այլ անձանց օժանդակությամբ, իշխանական ծառայողական լիազորությունները եւ դրանցով պայմանավորված ազդեցությունը գործածելով օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափի գույք, վարչական պատասխանատվության միջոցներ չի կիրառել պետական սեփականություն հանդիսացող հողամասն ինքնակամ զավթած անձանց նկատմամբ։ Քրեական գործը գտնվում է նախնական դատալսումների փուլում։ Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ստացել է դիմումներ ավականու մանդատներից հրաժարվելու կամ ցուցակը լքելու վերաբերյալ։ Մանդատների փոփոխության գործընթացը սկսվել է հոկտեմբերի 25 Գյումրիում տեղի ունեցած հատուկ գործողություններից հետո։ Կալանավորումների պատճառով խախտվել է ոչ միայն կոմունիստական կուսակցության ավականու կազմը, այլև մեր քաղաքը կուսակցությունների դաշինքի կազմը։ Մանդատներից հրաժարվել են կոմունիստական կուսակցությունից Գևորգ Ղուկասյանը եւ Սեդրակ Խաչատրյանը, իսկ նրանց փոխարինել են նույն կուսակցությունից ցուցակի հաջորդ համարները՝ Տիգրան Ավագյանը եւ Սամսոն Էլբակյանը։ Սակայն դեռ մանդատը չվերցրած Տիգրան Ավագյանը եւս կալանավորվել է եւ կալանավայրից ներկայացրել մանդատը վայր դնելու մասին դիմում։ Տիգրան Ավագյանի մանդատը հանձնվելու է կոմունիստական կուսակցության ընտրացուցակի հաջորդ համարին՝ Արտյոմ Մկրտչյանին, որը այս պահին զբաղեցնում է համայնքապետարանի կոմունալ տնտեսության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնը, սակայն Տիմորենքը թույլ չի տալիս համատեղել այդ պաշտոնը մանդատի հետ։ Ինքնաբացարկի դիմում է ներկայացրել նաև Գնել Մանուկյանը, որի հարցը կքննարկվի հաջորդ արտահերթ նիստում։ Այդ նիստում կքննարկվի նաև մեր քաղաքը կուսակցությունների դաշինքի ավականու անդամ Նարեկ Միրզոյանի ինքնաբացարկի դիմումը։ Նա ևս ներկայացրել էր մանդատից հրաժարվելու դիմում։ Այդ խմբակցության հաջորդ համարը Հասմիկ Խաչատրյանը նույնպես ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել։ Ավականու անդամի մանդատը հանձնաժողովը փոխանցելու է դաշինքի ընտրացուցակի 10-րդ համարին Արտակ Հովսեփյանին, քվորում ապահովելու համար ընդդիմությանն անհրաժեշտ է 17 մանդատ։ Վաղարշաբաթի ընտրության արդյունքների վերահաշվարկը ավարտվել է։ Կուսակցությունների ստացած ձայներում փոփոխություններ չկան, հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Հիշեցնեմ, համաձայն ձայների հաշվարկի վաղարշաբաթի համայնքապետի ընտրության 47 տեղամասերի արդյունքը հետևյալն է։ Հաղթանակ կուսակցությունների դաշինք 10,051 ձայն, Համահայկական ճակատ կուսակցություն 295 ձայն, Հանրապետություն կուսակցություն 1241 ձայն, Մայր Հայաստան ազգային դեմոկրատական կուսակցություն 1692 ձայն, Ազատ դեմոկրատներ կուսակցություն 1177 ձայն, Ժառանգություն կուսակցություն 440 ձայն, Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 15298 ձայն, Հայրենիք կուսակցություն 1193 ձայն։ Ավականու 33 տեղերը բաշխվում են հետևյալ կերպ՝ Քաղաքացիական պայմանագիր 19 մանդատ, Հաղթանակ դաշինք 12 մանդատ, Մայր Հայաստան կուսակցություն 2 մանդատ։ Իրանի իշխանությունը պատրաստ է վերսկսել միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները Միացյալ Նահանգների հետ, եթե նրանք բավարարեն Թեհրանի պահանջները։ CNN-ի հետ զրույցում ասել է Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի խորհրդական եւ արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին։ Նա հավելել է, որ Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ քննարկել ուրանի հարստացման մակարդակը, բայց ոչ դրա դադարեցումը, միաժամանակ պնդելով, որ Իրանը չի ձգտի միջուկային զենք մշակել։ ԱՄՆ կոնգրեսի երկու պալատները համաձայնել են Արդարադատության նախարարությանը պարտավորեցնել հրապարակել սեռական հանցագործությունների համար մեղադրվող ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի վերաբերյալ փաստաթղթերը։ Ներկայացուցիչների պալատը ճնշող մեծամասնությամբ 427 ձայների հարաբերակցությամբ հաստատել է որոշումը։ Սենատն իր հերթին միաձայն հաստատել է որոշումն արագացնելով գործընթացը առանց պաշտոնական քվեարկության։ Որոշումն ընդունվել է ընդամենը մի քանի օր անց այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը չնայած իր կողմնակիցների հրապարակային դիմադրությանը փոխեց դիրքորոշումը եւ կոչ արեց կոնգրեսին քվեարկել գրառումների բացահայտման օգտին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր մեկնել է Թուրքիա պատերազմը դադարեցնելու բանակցություններն ինտենսիվացնելու համար։ Մենք մշակել ենք լուծումներ, որոնք առաջարկենք մեր գործընկերներին։ Պատերազմը դադարեցնելու համար ամեն ինչ անելն Ուկրաինայի գերակա խնդիրն է։ Մեկնելուց առաջ գրել է նա Թելեգրամյան իր ալիքում։ Հաղորդվում է, որ Թուրքիա կայցելի նաև ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Զելենսկիի հետ քննարկելու բանակցությունների վերսկսումը։ Փոխադարձ մեղադրանքներ Ռուսաստանի եւ Լեհաստանի միջև։ Նախորդին լեհական իշխանություններն Ուկրաինայի հետ սահման տանող երկաթուղու վրա տեղի ունեցած երկու միջադեպի համար մեղադրել են Ռուսաստանի հատուկ ծառայություններին։ Լեհաստանի վարչապետը հայտարարել է, որ այդ դիվերսիան իրականացրել են երկու ուկրաինացիներ, որոնք համագործակցել են ռուսական հետախուզական ծառայությունների հետ։ Մեղադրանքին արձագանքել է Ռուսաստանի նախագահի խոսնակը։ Պեսկովն ուշագրավ է համարել այն փաստը, որ Լեհաստանում երկաթուղային դիվերսիայի մեջ կրկին ներգրավված են ուկրաինացիները։ Կրեմլում չեն զարմանում, որ Լեհաստանի առաջին քայլը Ռուսաստանին մեղադրելն էր, ասել է նա։ Իրանը պայքարում է երաշտի դեմ արհեստական անձրևներով, մասնավորապես երկրի իշխանությունները երաշտի ֆոնին սկսել են քիմիական մեթոդներ կիրառել արհեստականորեն անձրև առաջացնելու համար։ Արհեստական անձրևը ենթադրում է ինքնաթիռներից կամ ցամաքից քիմիական նյութերի, արծաթի կամ կալիումի յոդիդի ցանքս ամպերի մեջ։ Դա արագացնում է ջրային գոլորշու խտացումը եւ հետագա տեղումները։ Այս գործընթացն իրականացվել է շաբաթ օրը Ուրմիա աղի լճի ավազանում։ Ուրմիան Իրանի ամենամեծ լիճն էր, բայց այն զգալիորեն չորացել է բազմամյա երաշտի հետևանքով։ Քրիստոսի արյունով լի սրվակն առաջին անգամ իտալական Լաուրոյի Սուրբ Փրկչի եկեղեցի է բերվել։ Սրվակը դարեր շարունակ պահվել է Մանտովայի Սուրբ Անդրեա եկեղեցում եւ երբեք այնտեղից դուրս չի բերվել։ Դուբայում անօդաչու թռչող տաքսիներ կարող են հայտնվել արդեն 2026 թվականին։ Հաղորդվում է, որ Ջոբի ընկերությունը բարեհաջող փորձարկումներ է անցկացրել։ Տաքսին ամենագնացի չափերի 4 տեղանոց պարկուճ է, որը կարող է զարգացնել մինչև 320 կմ/ժ արագություն։ Մշակումը տևել է 16 տարի։ Տոկիոյում էլ Սանտա Կլաուսների շքերթ է անցկացվել։ Այն բարեգործական միջոցառում է, որը նվիրված է ծանր հիվանդ երեխաներին։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Եվ վերջում նոր հետազոտությունը պարզել է, որ կյանքի ուշ շրջանում պարբերաբար երաժշտություն լսելը կարող է զգալիորեն նվազեցնել դեմենցիայի առաջացման ռիսկը։ Ավստրալիացի հետազոտողների խումբը վերլուծել է 70 տարեկան եւ բարձր ավելի քան 10,800 մեծահասակների տվյալ եւ պարզել, որ պարբերաբար երաժշտություն լսող մեծահասակների մոտ դեմենցիայի առաջացման հավանականությունը 39%-ով ավելի ցածր է նրանց համեմատ, ովքեր երաժշտություն քիչ են լսում կամ ընդհանրապես չեն լսում։ Հետազոտությունը պարզել է, որ երաժշտական գործիք նվագելը նույնպես կապված է ուղեղի առողջության հետ։ Այս դեպքում դեմենցիայի առաջացման ռիսկը նվազում է 35%-ով։ Դեմենցիայի առաջացման դեպքերը շարունակում են աճել ամբողջ աշխարհում։ Ըստ պաշտոնական տվյալի աշխարհում ավելի քան 57 միլիոն մարդ, մոտ 9.8 միլիոնը Եվրոպայում ունի այս հիվանդությունը։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Ես Գառնի Մութաֆյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար։ Ժամը 18-ին եթերում կլինի ABC News Room-ը, իմ գործընկեր Աննա Սարգսյանը կներկայացնի օրվա գլխավոր թեմաները։